Սիրելի ընկերներ, ողջույն, առաջարկում եմ պատրաստել շատ համեղ կոտլետներ, որոնք անդադար կցանկանաք ուտել և չեք հոգնի։ Եվ այսպես, նախապես լավ լվանում ենք դդմիկները։ Ըստ ցանկության կարող եք հեռացնել նաև կեղևը, ես չեմ հեռացնում։ Խոշոր քերիչով քերում ենք, ինձ մոտ 5 միջին չափի դդմիկ է, որից հետո ձեռքերով լավ սեղմում ենք, որպեսզի ջուրը դուրս գա և լցնում խորը տարայի մեջ։ Հնարավորինս լավ սեղմում ենք, քանի որ հետագայում դդմիկը էլի հյութ է արտազատելու, որպեսզի հեռացնենք ահա այսքան հեղուկը, որը հետագայում ջրիկ մասսայի պատճառ պետք է դառնա։ Այնուհետև նույն քերիչով քերում ենք 1 միջին չափի կարտոֆիլը և 1 միջին չափի գազարը, որից հետո փոքր անցքեր ունեցող քերիչով քերում ենք 1 գլուխ սոխը և ըստ ճաշակի սխտոր, ես վերցրել եմ 2 փճեղ սխտոր։ Այս ամենը ավելացնում ենք դդմիկին։ Այնուհետև սկսում ենք ավելացնել համեմունքներ։ Համեմունքներից է կախված այն համը, որը ես եմ ստացել և փորձում եմ փոխանցել ձեզ։ Ավելացնում եմ ուծխոս ունելի 1 թեյ գդալ, 2 թեյ գդալ աղացած քաղցր կարմիր պղպեղ, սվանսկի աղ 1 թեյ գդալ, աղ ըստ ճաշակի և ավելացնում եմ սպիտակուցներ։ Ինձ մոտ սպիտակուցները 4-ն էին, ես ավելացրել եմ 4 ձվի սպիտակուց, դուք կարող եք օգտագործել ուղղակի 2 ձու։ Այնուհետև ավելացնում ենք ալյուր մոտավորապես 3-ից 4 գդալ, կախված մասսայի ջրիկությունից և լավ խառնում ենք։ Խառնելուց հետո սկսում ենք ձևավորել կոտլետներ ցանկացած մեծությամբ և ձևի։ Իհարկե շատ մեծ խորհուրդ չեմ տալիս պատրաստել։ Տեղափոխում ենք նախապես տաքացրած ձեթի մեջ։ Միջին կրակով երկու կողմից տապակում ենք մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը, անդադ այս ու այն կողմ շրջելով։ Երբ արդեն մասսան ժամանակի ընթացքում կրկին ջրիկանում է, կոտլետները ես սկսում եմ ձևավորել գդալի օգնությամբ, ավելի հարմար և հեշտ է ստացվում։ Հերթականությամբ տապակում ենք, մինչև ստանանք ցանկալի երանգը։ Տեղափոխում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը արտահոսի, որից հետո կարող ենք մատուցել և տաք և սառը վիճակում։ Այս եղանակով պատրաստված կոտլետները շատ համեղ են ստացվում, այնպես որ անպայման խորհուրդ եմ տալիս փորձել։ Վստահ եմ, մեկ անգամ փորձելուց հետո այն կդառնա ձեր մշտական բաղադրատոմսերից մեկը։ Իսկ այսօրվա համար պատրաստել էի այսքանը։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, կիսվեք ընկերների հետ և բաժանորդագրվեք ալիքին։ Բարի ախորժակ։